Վերջի կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում այն սահմանային կոնֆլիկտը, որը ուռճացվեց ասենց երկրորդ սարդարապետի մակարդակի միջև։ Դրանից հետո այդ հայտնի օգոստոս սեպտեմբեր էր սարտարապատում միջոցառումը 70-ից ավել մարտական խաչեր եւ այն հայտարարությունները, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենից մարտունակ բանակը եւ նաեւ այդ ելույթում հետ չեմ ցալում նաեւ Թուրքիային էր կպնում։ Իդեպ այդ իրադարձությունները հյուսիսում սահմանային այդ միջադեպը ինքը բավական մեծ արձագանք ունեցավ Ադրբեջանում։ Լայնածավալ հանրահավաքներ էին, որոնք պահանջում էին Իլհամ Ալիևից միջոցներ ձեռնարկել։ Եվ Ադրբեջանի նախագահ վտանգ զգաց իր իշխանության համար։ Հիմա մի քանի հանգամանք իրար միացան եւ ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմը սկսելու համար։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Ամենանդեպս հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ, քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղակի միջամտության հավանականությունը եւս փոքրացավ։ Հիմա այդ քայլեր կարող են անել միայն անպատասխանատու մարդ։ Կամ եթե դա չի արվել դիտակցաբար, այսպես ասենք, պատերազմը հրահրելու համար։